Բանակ զորակոչվել եմ 2014 թվականի հուլիսի 17-ին։ Սկզբնական շրջանում ծառայությունս անցել է Մուղնու հակաօդային պաշտպանության ուսումնական կենտրոնում, որտեղ եւ սովորել եմ տիրապետել իմ վրա գծած զենքը, այդ հակաօդային պաշտպանության զենքը։ Մի քանի ամիս այնտեղ ծառայելուց հետո տեղափոխվել եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Եղնիկներ կոչված զորամասը։ Այնտեղ կրակոցներ հաճախակի եղել են, չնայած այդ կրակոցներին մենք նույնպես պատասխանել ենք եւ կարողացել ենք համապատասխան հակահարված տալ հակառակորդին եւ լռեցնել նրանց կրակագետերը։ Իսկ կոնկրետ ապրիլյան այդ շրջանում մեր գնդի եւ գումարտակի տարածքում այդ գործողությունները սկսվել են ժամը ապրիլին ժամը 3-ից 4-ի սահմաններում, ապրիլի 2-ին, երբ հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբը ճեղքելով մեր առաջնագիծը հասել էր մինչև գումարտակի տարածք։ Չնայած մեր գումարտակի անձնակազմը կարողանում է համապատասխան հակահարված տալ դիվերսիոն խմբին եւ հետ շպրտել, իսկ օտուժը նրանք կիրառեցին 5-ից 6-ի սահմանում, երբ առաջին ուղղաթիռը բարձրացավ եւ հրթիռները արձակել մեր դիրքերի ուղղությամբ, որը մի քանի հրթիռ արձակելուց հետո շրջվեց եւ գնաց նորից հակառակորդի սահման։ Իսկ երկրորդ ուղղաթիռը միութ տիպի ուղղաթիռ էր, այն նույնպես հրթիռներ էր բաց թողնում մեր դիրքերի ուղղությամբ եւ դեսանտային ուժեր էր բերում մեր գումարտակի տարածքում իջեցնելու համար։ Դիտարկում կատարելու ժամանակ նկատել եմ ուղղաթիռը, համալիրը, այսինքն իմ վրա գծած զենքը բերել եմ մեկնարկային վիճակի եւ խոցել եմ ուղղաթիռը։ Այդ պահին ինձանից մոտ 3 կիլոմետր հեռավորության վրա էր գտնվում։ Խոցելուց հետո այն օդում մի քանի պտույտ կատարելուց հետո պայթել է։ Ուղղաթիռի մեջ մեր հետախուզական տվյալների համաձայն եղել է մոտ 22 հոգի անձնակազմ, որոնցից մեկը նրանց հրամանատարը գնդապետ կոչվում։ Ուղղաթիռը, եթե հասներ իր նպատակին, անցնելու էր մեր գումարտակի տարածք, ուղղաթիռում եղած անձնակազմը իջեցներ գումարտակում եւ որը շատ վատ հետևանքներ կունենար։ Շարքային Մանուկյան, ապրիլի 2-ին հակառակորդի սահմանում դիտարկելով ուղղաթիռ խոցել ենք այն։ Ուղղաթիռը հակառակորդի սահմանից մոտենում էր դեպի մեր սահմանը եւ գնդակոծում մեր սահմանը։ Պարգևատրվել եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարտական խաչ 2-րդ աշճան շքանշանով եւ Հայաստանի Հանրապետության արիության համար մեդալով։ Հայկական բանակի զինվորներին եւ սպաներին ողջույն։ Զորացրվել եմ 2016 թվականի հուլիսի 21-ին։ Բանակ զորակոչվելուց առաջ ընդունվել է Երևանի պետական համալսարան։ Հիմա էլ ուսումը շարունակում եմ համալսարանում։ Նպատակներ ունեմ լավ մասնագետ դառնալով կարողանամ այս կյանքի այս պայքարում ինչ-որ մի լավ գործ նաև այստեղ կատարել եւ իմ մասնագիտական գործունեությամբ ինչ-որ մի օգտակար գործ կատարել երկրի համար։